Իսկ արդար է, որ նախարարները 7 միլիոնով պարգևատրում են, 1 միլիոն աշխատալ արդյոք տալիս։ Ես ուզում եի վարչապետին կամ զանգեմ, կամ նած նամակ գրեմ, որ այդ ոնց է այն աթոռմաշողները 7 միլիոններով պարգևատրության են ստանում, իսկ զինվորական թոշակառուները այնքան չեն ստանում, որ իրանց մինիմումը ապահովեն գոնե, կամ ընտանիքին օգտակար լինեն։ Չէ, բայց որ արած գործն էլ արդար։ Չէ, ես դեմը ամեն մի քայլին ինչ որ հիմա կատարվում է։ Իմ ինչին է պետք 10 մանեթ ես երրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ստանում էի 70,000 ռուբլի թոշակ։ Իմ թոշակը կտրեցին։ Տղաս երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ստանում էր էլի 20,000 ինքը կոմպենսացիա ստանում կտրեցին, թողեցին 4 անչափահաս երեխա տանը, ինքը անաշխատունակ, աշխատող չկա տանը։ Հիմա ես ինչ ասեմ, ասելու բան չունեմ։ Բայց երկրորդ կարգի հաշվանդամին չեն կտրել։ Ես շատ գիտեմ չեն կտրել։ Չեք դիմել, չեն պատասխանել, չեն կտրել։ Դե չի դիմել, երկու անգամ ես տեղ գրել եմ, ոչ մի պատասխան, ոչ մի բան։ Դե կարդում եք ամեն ինչ էլ իմանում եք, բայց չենք անում։ Մարդենք մենք էլ ենք հաց ենք հետում, ավտոբուսներում պիրաշկի չենք ուտում, մեր տներում ենք նորմալ նստում ուտում։ Դա արդար չէր, դա կտեր քասիպների, որոնք փողի կարիք ունեին, դա դրանց կտեր, ոչ թե ասեն կտեր դեպուտատների։ 10,000 դրամը դա սուտի փողը, եթե ուզում ես ճիշտ իմանաս դա սուտի փողը։ Դա պետք է ամենակիչը 50% էլ ավելացել էր, որը հիմիկվա շուկայի գների հետ համապատասխանել էր։ Բայց չկա, չեն տալի, ունեն, վերասես չունեն ունեն, բայց չեն տալի։ Լսել եմ բաշանմա 10,000 դրամա, 10,000 դրամն ինչ է, իրանք $100 ու ցանցերնոցի տեղ են օգտագործում, 10,000 դրամն ինչի տամ, դեղին տամ, ես ինչ, իմ որդին երիկամային հիվանդա, 37,500 դրամ թոշակ աստանում, իսկ նրա միտուկ գալի դեղը արժի 38,000 դրամ, 500 դրամ էլ պետք է պարտկանի վրեն տնի, որ այդ միտուկ դեղն առնի, դա ճիշտ չի։ Ես գիտես ինչ կասեի, ես կասեի ամենաբարձր աշխատավարձը Հայաստանում պետք է ստանա սալդատը, որ անձրևի տակին, ծնի տակին ավտոմատ ծրին սահմանը կանգնած է, եւ նա շատ չնչին փող ստանում 170, 160, այնը որ տրանսպորտի ատալի, որը ուտելիքի ատալի, տակին մի 100 մայթ փող ամնը, մի պահակի փող ամնը ընդամենը, բայց սահմանը պահողը, որ մենք հանգիստ ենք քնում, սալդատն է։ Մեր չի դիտալ, ինչ անենք, մեր քիչ էլ տալիս է, 40,000 թոշակ եմ ստանում, կդառնա 50,000։ Իսկ ինչքան պիտի բարձրացներ թոշակառուի թոշակը, որ թոշակառուն նորմալ ապրեր։ Չգիտեմ, մի 100 պետք է լի, որ միայնակ եմ, կարողանամ ապրել։ Դա իր ազնագազմի թոշակ դելա շատ ազբաններ, պարգևատրումներ, իսկ վերպես ժողովրդի, որ սա կյանք աշխատել են, այս պետության համար զրոյա։ Դժգոհ եք 10,000-ի չախտիկ չասկացա։ 10,000 եղա, չեղած, մեզ համար ոչ մի նշանակություն չունի։ Երեխիքի համար շատ մերկատ կոնֆետ առնենք էլի, դա, մերկու կոնֆետ։ Չէ, դա վավշի արդար չի, սաղ է, մարդ է սաղ է, դա արդար չի ընդհանրապես։ Օրինակ ես համաշխատում եմ, թոշակ եմ ստանում, պատկերացրու էլի բայց բարկերի մեջ տնքում եմ, չեմ կարամ էլի ստանում, ինչ անեմ, էլի որ քիչ է, էլի ասենք 50 ստանում եմ թոշակ, ինչ անեմ դրան, էլի որ մինիմալ մի 100 լի կարաս կոմունալ, նորմալ ապրես, դա լավ չելի, ոնց ասեմ, ինքը դա ճիշտ չի, մոչե մեծ ասենք ինչ պետք անի, ինքը չգիտեմ, ինքը ճիշտ չի բարվես, թե զնտրուցի համար է տվոց, բայց էլի որ շատ է քիչ, եթե մինիմալ շինի գոնե 100, ժողովուրդը կանել ապահովեն բանկերը, սա վատ վիճակով սա լարվա, սա ժողովուրդը նույն ագրեսիվ էր լինի, առաջվա կյանքը չի լինի, ոնց ասեմ, ոտի այդ բանը բարձրացնի, որ համ կարանաս թեկուզ Արատուր անես կախիկով, կեսր է, ոչ թե 10 մայթով, ինչ անես, 10 մայթով, ինչ անեմ ես։ Ասում է, որ 10,000 դրամ ես բարձրացրել եմ, ինչ ես անելու, խոսքը օրինակ ինձ ավելապետում։ Ես ամեն դեպքն նրան իշն է հետաքրում, որ այդ հարցը տալիս է այդ ստացողի վրա։
10,000 ինչ ես անելու։ 10,000 մտամ փողաստեղ, ես պետությունում մեկ էլ ինչ անելու, երկու օր կարող է փորը կուշտ հաց ուտի։ Բայց մարդ կա, որ ժամը 10 փող չի համարում։